Խոսա, մի քիչ երկար չես մտածում։ Մոռացար խոսալը մի անգամից, հա։ Հայկ ես չգիտեմ ով ա գրել այդ նամակը։ Հələ համբերությունս ես փորձում։ Հա։ Ասում եմ խոսա։ Մա հատուկ գործիքներով պիտի բերանից այդ խոսքերը հանեմ։ Խոսա։ Խոսա ասում եմ։ Հայկո ասացի բան չգիտեմ։ Դու ոնց որ չես հասկանում, հա, ուր ես եկել ու ինչի համար ես եկել։ Ես ինչ խաղեր ես տալիս, արա։ Հայկո կլինի ինձ էլ այս թեմայի մեջ ընդհանրապես չխաղնես։ Իմացածս էլ ասացի էլի կրական, գա։ Չէ, չի լինի։ Դու արդեն միջև կոկորտդ ես պատմության մեջ թաթախված ես։ Զանգել էիր, որ ասեիր ոչ մի բան չգիտեմ, հա։ Զանգել ինձ կանչել ես տեղ, որ ասես նամակի մեջ չգիտեմ ինչա գրած եղել, բայց գիտեմ նամակ, կամ մի քոթողը ձեռես։ Դու կամ կխոսաս, կամ էլ ես քեզ կստիպեմ խոսես։ Նորից եմ ասում, ես ինչ կա քեզ ասել եմ։ Եթե իմանա քեզ սենց ես պահելու, ես հետդ գործը չէի բանի։ Լուրջ ես ասում։ Հա, շատ լուրջ եմ ասում։ Հայկո հանգստացի։ Էս այնտեղը չի որ պիտի կռիվ անենք։ Լսի։ Այս խոսակցությունը հիմա կիսատ ամ մնում, որովհետև դու ինձ ասելու բան ունես։ Հանկարծ խաղեր չխաղաս, Խաչիկ։ Գետնի տակ էլ անցնես, ես քեզ գտնելու եմ։ Գտնելու եմ ու ասելու ես ինձ այն, ինչը որ թաքցնում ես, հասկացա՞ր։ Լալա ինչ էիր ասում Քաջիկի մասին, լավ չհասկացա։ Ինչի պիտի բոլորը իմանան, որ Քաջիկն է Աշոտին սպանել։ Որովհետև Քաջիկը մահից առաջ նամակ է գրել Աշոտի տղաներին ու Հայկին ասել այդ մասին։ Ուղղակի անհայտ պայմաններում այդ նամակն անհետացել է։ Ոչ ոք չգիտի ոնց։ Պապանա վերցրել։ Ընդհանրապես եթե ինչ-որ մեկի իրը վերցնում են գաղտնի, դրան ասում են գողություն, ոչ թե վերցնել։ Իսկ կլինի դու իմ հարցին պատասխանես։ Վրամ ջան, պատասխանելն էլ ոնց է լինում։ Ինքդ էլ գիտես ու հարցնում ես։ Հա, հայրդ գողացել է, որովհետև գիտեր, որ այդ նամակում իր մասին ինչ-որ բան կլինի, վախեցել է, որ չբացահայտվի։ Քաջիկի մահից որոշ ժամանակ հետո այդ նամակը հասնում է Հայկին։ Չգիտեմ թե ոնց։ Ուղղակի ես չեմ կարող ասել, այդ նամակը այն նույն նամակն է, որ Քաջիկն է գրել, թե այստեղ էլ է հորդ մատը ինչ-որ ձևով խառը։ Այսինքն Դե, այդ նամակում հորդ մասին ոչինչ չկա։ Ամբողջ մեղքը Քաջիկինն է, ոչ մի տառ բառ անգամ չկա։ Քաջիկն ինչի պիտի այդպիսի բան աներ։ Բա ինչի պապան պիտի նամակը վերցներ ու փոխեր։ Վրամ ջան, որովհետև արդեն Քաջիկը մահացել է։ Հեշտ է ամբողջ պատմությունը բարթել մի մարդու վրա, ով էլ չկա։ Եթե կարելի էր ինչ-որ մեկից պատասխան պահանջել, հիմա դա արդեն հնարավոր չի, որովհետև այդ պատասխան տվող մարդիկ չկան։ Հրաշալի է մտածված, չէ՞։ Դու էլ չես գտնում, չէ՞, արդարացում հորդ համար։ Հասկանում ես, որ ես ճիշտ եմ։ Կուզես դուրս գանք, քայլենք մի քիչ։ Ինչ եմ դարձել, լալա, ոչ մի բան չեմ հասկանում։ Չգիտեմ հետս ինչ է կատարվում, չգիտեմ քեզ ինչ պատասխանեմ հիմա, չգիտեմ հետո ինչ եմ անելու։
Հյուրանոցի ներքևում քեզ կսպասեմ։ Կներես վռամ, ես ուղղակի ուրիշ տարբերակ չունեմ։ Հայկը ուզում եմ հասկանամ, այդ ինչ ասեց, որ տենց հունից դուրս եկար։ Հենց դա ոչ մի բան էլ չասեց։ Գիտի, բայց ոչ մի բան չի ասում։ Ինչ, այդ նշանակում է, որ պետքա խփես։ Չես կարում բառերով բացատրես։ Մենակ չասես, որ ազդվել ես։ Ո՞նց ես խոսում։ Միկո, լսի։ Լավ եմ արել, ինչ որ արել եմ։ Եթե պետք լինի, էլի անելու եմ։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, որ իմանամ ինչ ա եղել։ Դու չես հասկանում, որ քո ցանկացած սխալ ճակատագրական կարա լինի։ Դու երևի մոռացել ես, էլի, որ քո ազատությունը պայմանական է։ Հայկո հետ եմ խոսում։ Աղբերս բարի օր։ Ոնց ես։ Լավ, ես լավ եմ, ապրես։ Հա, լսի, ավտոտ ինձ մի օրով պետք է էլի։ Կարաս տաս։ Եղավ, դե գալիս եմ, հա։ Ավտոն ինչի տա պետք։ Գնա տուն, ես հիմա տուն չեմ գալիս։ Հայկո, լսում ես ինչ եմ խոսում։ Ասեցի վերջ։ Ու էլ չենք շարունակում։ Հայկո հետ եմ խոսում։ Շնորհակալ եմ։ Գիտես, այս ամեն ինչի մեջ ամենաշատը ինչ է ինձ հետաքրքիր։ Ինչը։ Թե դու այսքան բան որտեղից գիտես, Լալա։ Ոնց ես իմացել նամակի մասին կամ Արմոյի ու հորս մասին։ Թե ինչա թաքնված Նարեի ամուսնության ետևում, այդ դժվար չի կռահելը, դրա համար ընդհանրապես պետքա ճանաչել հորդ ու ամեն ինչ պարզ կդառնա։ Իսկ ինչ վերաբերում է նամակին, Հայկն է ինձ գտել ու խոսել դրա մասին։ Բնականաբար իրեն հետաքրքիր էր ամեն բան հոր հետ կապված։ Ինքը չգիտեր, որ հայրը ողջ չի։ Այսքան տարի բոլորը մտածել են, որ ես ու Աշոտը փախել ենք ու մեր երջանիկ կյանքն ենք վայելում։ Մինչդեռ ոչ ոք չգիտի Աշոտի գերեզմանի տեղը Սաքոյից բացի։ Իսկ դու Հայկին ասել ես ինչ ա եղել իրականում։ Գիտես, ես այնքան Աստծուն շնորհակալ եմ, որ չնայած նրան, որ իմ ու հորդ երակներում նույն արյունն է հոսում, բայց մենք նույն մարդը չենք։ Մենք շատ տարբեր ենք ու ունենք տարբեր արժեհամակարգ։ Շատ տրամաբանական կլիներ, որ ես Հայկին պատմեի ամեն ինչ, բայց չկարողացա։ Ճիշտ կանեի համենայն դեպս, որովհետև իր հոր մասին ոչինչ չգիտի։ Ուղղակի այդ ամեն ինչը ճակատագրերի նոր խեղման պատճառ պիտի դառնար։ Ճիշտ կվարվեի, որովհետև տղայի հորն են սպանել։ Իրենց ընտանիքին մերժված են թողել, անօգնական, մենակ, ու դրա համար ոչ մի պատճառ չի եղել։
Եթե ես խոսեի, այդ ամեն ինչը նոր ողբերգությունների պատճառ պիտի դառնար։ Հայկը պիտի սպաներ հորդ, դու պարզավոր ձեռքերդ ծալած չէիր նստելու ու փորձելու էիր վնասել Հայկին, այդ պատմությանը խառնվելու էր մի քոն, էլ չեմ խոսում Նարեի ու Սոնայի մասին։ Հայրդ այն ժամանակ էլ հիմա էլ շարունակում է բոլորի կյանքը փչացնել։ Երբեմն լռությունը դառնում է ամենամեծ փրկությունը։ Ոչ մի բան գաղտնի չի մնում, հորքուր։ Գիտես, նույնիսկ դու, որ իր որդին ես, եթե պահը գա քեզ էլ չի խղճա հայրդ։ Տենց մի ասա։ Ոչ մի բան չի անի։ Ես երեխա չեմ ու շատ լավ տեսնում եմ ինչա կատարվում շուրջս։ Միգուցե քեզ չվնասի, բայց քո հանգամանքը մի վայրկյան անգամ հաշվի չի առնի, եթե փորձի կամ ցանկություն ունենա Սոնային վնասելու։ Եթե արդեն չի սկսել։ Մտեք։ Նարե, ինչ ես սենյակից դուրս եկել, բան էինք չէ պայմանավորվել։ Հա, հանգիստ տեղ է։ Բոլորը գիտեն, որ ես ջերմի չես նաղամ խմել։ Իսկ այդ մի քանի ժամը ազդեցություն ունի։ Լավ, արի նստենք։ Նարե, բայց տեսքդ լավ չի, կարող է իրականում էլ ես հիվանդանում։ Չէ, Սոն, շատ վատ վիճակում եմ։ Չգիտեմ ինչ անեմ, որ ճիշտ լինի։ Այսինքն։ Արմոն էր եկել։ Գիտեմ, ձայնը լսել եմ։ Դրա համար էլ սենյակից դուրս չեմ գալիս, որ դեմքը չտեսնեմ։ Ինձ թվում է ինքը իրականում հասկացել է, որ ես հիվանդ չեմ, ուղղակի ձևացնում եմ, որ հարսանիքը հետաձգենք։ Ինչ որ բան ասել։ Չէ, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ Արմոն գնալով ավելի վախենալու ու վտանգավոր է դառնում։ Նարե, լավ էլի, մնում էր Արմոյից վախենայիր։ Դու ուղղակի Արմոյին չես ճանաչում։ Չնայած ինձ թվում է ես էլ չեմ ճանաչում։ Ես քեզ առաջին անգամ եմ այս վիճակում տեսնում։ Նարե, ինչ է ասել կամ ինչ է արել։ Դու չես պատկերացնի, ես ոնց կուզեի ուղղակի ստեղից փախնեի։ Գնայի հեռու, ինչքան հեռու, այնքան ավելի լավ։ Ես խելագարվում եմ այն մտքից, որ վերջնականապես կորցրել եմ Հայկին։ Նենց կուզեի ժամանակին չտրվեի Արմոյի սադրանքներին։ Ես ինձ չեմ կարողանալու ներել։ Չնայած ներելու բան չի, որ ներեմ։ Այնքան վստահ եմ, որ դուք միասին եք լինելու։ Չէ, Սոն։ Ես 2 անգամ թողել եմ Հայկին։ 2 անգամ էլ Արմոյի պատճառով։ Չէր կարելի տենց ցավացնել ու խաղալ իր զգացմունքների հետ։ Բայց դու փորձել ես Հայկին փրկել։ Ով իմանար, որ Արմոն այդքան հեռու կգնար։ Ես ուղղակի անվերադարձ կորցրել եմ այն մարդուն, ում ես աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Ես Հայկին սիրում եմ իմ ամբողջ էությամբ, իմ ամբողջ մտքով, իմ ամբողջ հոգով։ Նարե, այդպես մի ասա։ Հայկն էլ քեզ է սիրում։ Ու այդ զգացմունքը այդքան հեշտ չի անցնում։ Ես էլ եմ գնացել, փախել եմ առանց ինչ որ խոսք ասելու։ Բայց տես հիմա ես ձեր տանն եմ, Վրամի կինն եմ։
ձեր մոտ էլ ամեն ինչ կստացվի, ուղղակի տարբերակա պետք է գտնել, որ արմոյից ազատվենք։ Չէ, ինձ թվում է այս ամեն ինչից ազատվելու տարբերակ չկա էլ։ Նարե արի գնանք խոհանոց, թեյ խմենք, այնտեղ սրուցենք, լավ։ Արա էլի դու գժվել ես Հայկո, հիմա ինչ ա եղել։ Արի նստի ավտոն կասեմ։ Վազելով թե թողում ես գոնե քայլեմ։ Այդ արդեն քո ճաշակին եմ թողնում։ Ընդհանրապես մի բանը երկրորդ անգամ չեմ կրկնում։ Բայց քո համար նորից կասեմ։ Արի նստի ավտոն։ Երկար ես հա մտածում ոնց որ։ Ինչ ես անում Հայկո։ Երկար ես ոնց որ մտածում, ասում արի նստի ավտոն։ Ուր են գնում։ Արի կասեմ։ Ապա ինչ ես անում, ուր են գնում։ Գնում ենք այս ավտոյի հետևից։ Ինչի պիտի բաբան Սոնային օգտագործի։ Ինչի դու մոռացել ես Սոնանում քույրն է։ Կամ իրոք հավատում ես, որ հայրդ այն տեսակն է, որ կարող է ուղակի թույլ տալ, որ թշնամու տնից իր տուն մարդ մտնի։ Որքուր Սոնան իմ կինն է։ Ով ուզում է դեմ լինի, ով ուզում է կողմ լինի, Սոնան իմ կինն է։ Ինքը այդ տանն է ապրում, որովհետև ես եմ տենց ուզում։ Դու դեռ երիտասարդ ես ու փաստորեն նաև անփորձ։ Ախր քո հայրը այն տեսակը չի, որ իր համար մեկի զգացմունքները հանկարծ կարևոր դառնան։ Ինքը եթե հստակ նպատակ չունենա, հանուն քեզ, Նարեի կամ մեկ ուրիշի, հնարավոր չի, որ իրեն նեղություն տա։ Դու հիմա պապային հրեշ ես սարքում ուղակի։ Որովհետև հայրդ հրեշ է, վրան։ Մի պահ ուղակի ես ամեն ինչին կողքից նայի։ Մի պահ ուղակի կողքից նայի ու հասկացի, թե ինչ է կատարվել ու ինչ կարող է կատարվել հետո։ Ուշադիր զննի ու կհասկանաս, որ ես ճիշտ եմ։ Սոնան հորդ համար ընդամենը զենք է, որը պիտի պահել ճիշտ պահին կրակելու համար։ Հիմա դու մտածում ես, որ պապան Սոնային զենք է սարքելու Հայկոյից դեմ։ Վստահ եմ։ Ինչի դու նման մտքեր կամ կասկածներ չես ունեցել։ Ունեցել եմ։ Տեսնում ես։ Իհարկե հիմա հայրդ գրկաբաց կընդունի Սոնային, բայց հիմա որպեսզի դուք անվերապահորեն իրեն վստահեք ու չզգուշանաք։ Հիմա Սոնայի շատ լավ կվերաբերվի, կպաշտպանի, թևեր կտա, բայց երբ ճիշտ պահը գա իրեն հարմար, հաստատ չի խնայի։ Հիմա ուզում եմ ամեն ասածների դեմ հակառակ ինչ-որ բան ասեմ, բայց չեմ կարում։ Սենց որ խոսում ենք ու անընդհատ ինչ-որ բաներ եմ հիշում, հասկանում եմ, որ ճիշտ ես ասում։ Հորքուր հերս է։ Ես ինչքան էլ հիմա ինձ վատ եմ զգում, որ ես ամեն ինչը լսում եմ, բայց հասկանում եմ, որ ճիշտ ես ասում։ Վրամ, պետք չի, որ իմ առաջ դու քեզ վատ զգաս, որովհետև մենք օտար մարդիկ չենք։ Ես ուղղակի ամենալավն եմ ճանաչում Սաքոին ու ուզում եմ կանխել ինչ-որ վտանգ։
Հաստատ չեմ ների ինձ, եթե իմանամ, որ կարող էի ու չարեցի։ Ու չեմ ների ինձ, եթե հանկարծ Սաքոյի պատճառով դուք ինչ-որ հարցում տուժեք։ Էլ չկա ճանապարհ։ Ոչինչ, ստեյք իջնեմ։ Ստացի։ Ասեք թե եկա հետո, կասես իմանամ խես ինձ ստեղ բերել։ Իմաստը որն է սա ամեն ինչ ու ձերը դաննակա քեզ լավ ես զգում։ Չես մտածում ստեղից հետո հենց իրար տենալու ենք։ Լսի արա։ Ես լավ զգալու բան չէ, որ լավ զգան ինձ։ Ես քեզ այն առաջին հանդիպման ժամանակ ասել էի, որ Վարոյի մահվան հանգամանքները ինձ հերթով պիտի ասես։ Հիմա ինչի համար չես խոսում, հա? Քո հետ եմ։ Եթե պետք եղավ քեզ էլ չեմ խնայ արա։ Ես ոչ մի կորցնելու բան չունեմ, խոսա։ Բայց ես ինչ եմ արել Հայկո։ Չես խոսում այդ արդեն հերիք արա։ Ստեղից միակ դուրս գալու տարբերակը խոսալը տա խաչիկ։ Խոսա ասում եմ։ Խոսա։ Կամ էլ թե չարա աշկերս չեմ թարթի ու վիզդ կկտրեմ ստեղ։ Խոսա, ասում եմ ես կատակ չեմ անում։ Խոսա։ Հայկո մի արա։ Մի արա Հայկո փոշմանելու ես հետո։ Խոսում ես թե անեմ անելիքս։ Ես այդքան ժամանակ չունեմ արա որ դնեմ քեզ տեղ սպասեմ լսեմ ինչ ես խոսում։ Ասում եմ խոսա։ Աչքերդ կհանեմ արա, քանի կար ասում էիր նամակ ա եկել Բերթում, նամակի մեջ փողի մասին ա գրած եղել։ Հիմա կապիկություն ես անում։ Խոսա ասում։ Վիզդ կկտրեմ խաչիկ։ Խոսա։ Խոսա ասա այդ ինչ նամակի պատմություն ա։ Խոսա։ Հայկո, Դուստը ինչ ես անում արա։ Դա հետո կասեմ, ինչ ես այդ մարդու վրա դանը քաշել։ Մի խառնվի, ասում եմ խոս արա։ Վիզդ կկտրեմ, կանգնիլ։ Ապա ինչ ես ուզում ինձանից։ Այդ նամակը անանուն ա եղել, ես չգիտեմ մեջը ինչ ա եղել գրած, մենակ գիտեմ ինչ որ փողի հետ կապրեցող բան են ասել։ Հայկո թող։ Արա քանի կար բան չէիր խոսում։ Քանի կար ասում էիր ոչ մի բան չգիտեմ։ Հիմա էլ ասում ես նամակ, փող, ես քեզ հավատամ թե չէ, հա։ Ապա չեմ ասել, որտեվ ես էլ իմ պատճառներն եմ ունեցել։ Ես չգիտեմ ով է Վարոյի հետևից ընկած եղել, չգիտեմ ով է այդ սպանությունը կազմակերպել։ Չեմ էլ իմանում սպանությունա թե ինքն է իրան կախել։ Ապա ես էլ իմ վախեր ունեմ։ Ես էլ ունեմ ընտանիք ծնողներ, քույր։ Ես չեմ կարող իրանց կյանքը վտանգեմ։ Ինձ Բերթից ասել են այդ թեմայի մեջ ես էլ չխառնվեմ։ Այսօր նույնիսկ ինձ SMS են գրել, ասել են այդ թեմայից դուրս արի, բան չշարունակես խոսած։ Տղեկ Վարոն կարգին տղա է, ես բան չունեմ ասելու, բայց իմ ընտանիքը ամեն ինչից առավել է։ Լսի արա։ Այս սրտաճմլիկ պատմությունները թող Վիկո, թող։ Այս սրտաճմլիկ պատմությունները ինձ հետաքրքիր չեն։ Պիտի խոսաս։ Պիտի ասես այն ինչ գիտես։ Ասում ես ընտանիք, հա? Վարոն էլ իմ ընտանիքն էր։ Դու չես ուզում ընտանիքդ կորցնես, իսկ ես արդեն ընտանիքիս կորցրել եմ։ Նեսօր պիտի խոսաս խաչիկ։ Պիտի խոսաս, թե չէ վիզդ կկտրեմ ստեղ։ Շնորհակալ եմ, որ ճանապարհեցիր, Վռամ ջան։ Ինչքան էլ որ ծանր էին մեր խոսակցության թեմաները, մեկը ես շատ ուրախ եմ, որ քեզ հետ զրուցեցի, ինձ շատ հաճելի էր։ Քեզ հաճելի էր լալա, բայց ես չգիտեմ ես ամեն ինչից հետո ինձ ոնց եմ պահելու, ինչ եմ անելու։ Ուղղակի պիտի
Ավելի ուշադիր լինես շրջապատի մարդկանց նկատմամբ ու վերջ։ Պիտի միանշանակ վերաբերմունք չունենաս մարդկանց կամ երևույթների հանդեպ։ Օրինակ մարդիկ կան ասում են կասկածը շատ վատ բան է, բայց ես այդպես չեմ մտածում։ Հակառակը, երբ շատ բաների կասկածով ես նայում, ավելի զգոն ես լինում ու նկատում ես բաներ, որոնք առաջին հայացքից դժվար թե տեսնեիր։ Էդ էլ մի բան չի լալա։ Անընդհատ կասկածով ապրելը մեռնելուն հավասար բան է։ Համակարծիք չեմ, բայց չեմ վիճի հետդ։ Վրամ, կարող եմ քեզ մի բան խնդրել։ Ասա։ Կարող ես Նարեին ինձ մոտ բերել։ Նարեն հիվանդ է հորքուր։ Սենյակից դուրս չի գալիս։ Չես կարող ինչ-որ տարբերակ մտածել, թեկուզ այն ժամանակ, երբ մի փոքր լավ զգա իրեն։ Ոնց որ հատուկ նպատակով ես հա ուզում Նարեին բերեմ։ Չեմ ժխտի, ճիշտ ես։ Ես ուղղակի համոզված եմ, որ Նարեն Անիկի հետ իր մտահոգություններով հաստատ չի կիսվում։ Այդ խոսակցությունը վստահ եմ, որ իրեն էլ պետք կգա։ Ինձ էլ է թվում, որ ճիշտ ես ասում, գիտես։ Քեզ գոնե մի բան կասի, ճիշտը կասի երևի։ Հա, մանավանդ որ գիտեմ սխալ ճանապարհ ընտրել։ Բայց մի բան էլ պիտի քեզ խնդրեմ, կլինի չասես, որ ինձ մոտ ես բերելու։ Ուղղակի երբ իմանա, կհասկանա ինչի մասին է խոսքը, ինչի համար եմ ուզում տեսնել ու չի գա։ Չեմ ասի։ Շնորհակալ եմ։ Կարող եմ քեզ գրկել։ Ես պատկերացնում եմ, որ առանց Հայկ դժվար է լինելու։ Բայց անկեղծ եմ ասում, երդվում եմ, չէի պատկերացնում, որ այսքան շատ։ Այն ժամանակ, երբ որ ես սիրում էի Հայկին ու մտածում էի, որ իմ սերը միակողմանի է, մտածում էի ինքը երբեք իմ կողմ չի նայի, մի տեսակ ավելի հեշտ էր ապրել այդ մտքով։ Բայց երբ որ ես ճաշակեցի այդ փոխադարձ սերը ու երջանկությունը, հիմա ուղղակի խեղդվում եմ դրա պակասից։ Ինչ անեմ, Նարե։ Ես քեզ ոնց օգնեմ։ Չգիտեմ։ Այս իրականությունը ես ինքս իմ գլխին սարքեցի։ Վախեցա, շտապեցի, կամ էլ ինչ-որ սադրանքների տրվեցի, չգիտեմ ինչ եղավ, բայց հիմա սրանից ես ոչ մի կերպ չեմ կարողանալու ազատվել։ Իսկ եթե Հայկին զանգես։ Սոնա գժվել ես։ Զանգեմ ինչ ասեմ։ Թե զանգի բացատրի ամեն ինչ։ Ինձ թվում է ինքը քեզ կհասկանա, կօգնի ու կգա այստեղից կտանի։ Ես Հայկին շատ եմ նեղացրել։ Դու չես էլ պատկերացնի ինչ ատելությամբ Հայկին վրա նայեմ։ Դե ուղղակի Հայկը բարկացած է, բայց որ բացատրես վստահ եմ, որ քեզ կհասկանա։ Անհնարին է։ Ու հետո բոլորին ինչ եմ ասելու։ Դու պատկերացնում ես հանկարծ Արմոն իմանա ես տենց քայլի եմ գնացել։ Պատկերացնում ես ինչ կանի։ Նարե կլինի մի անգամ բոլորի մասին մտածելու փոխարեն մենակ քո մասին մտածես։ Սոն, ես Հայկին դիտավորել շատ եմ նեղացրել, միջև հոգու խորքը նեղացրել եմ։ Ու եթե հիմա անգամ Արմոնը չլինի, Հայկ իմ կողմ երբեք չի նայելու։ Դու ուղղակի չես պատկերացնում, թե Հայկը քեզ ինչքան շատ է սիրում։ Ես էլ իրան եմ շատ սիրում։ Բայց այդ նշանակություն չունի։ Նարե կլինի փորձես։
Սոն լավ վերջացրել է, այս խոսակցությունից ինձ ավելի վատ եմ զգում։ Փաստորեն էլ երկուսով եք։ Ինչ եք քննարկում։ Մի րոպե։ Այսինքն ես այս տանը իրավունք չունեմ Նարեի հետ ուղակի թեյ խմեմ։ Պարտադիր պետք է ինչ-որ բան քննարկեմ։ Դու տենում ես ոնց է հետս խոսում։ Մամա լավ ամոթ է վերջացրու։ Ինչն է ամոթն արե։ Դու էլ այնքան լավ ես, որ եկել ես տեղ ես նստել։ Հա, հոտնից դուրս չեմ եկել, ջերմիջեցնող եմ խմել, օգնել է։ Որոշեցեք 4 պատից դուրս գամ։ Լավ։ Ես էս աղաց կդնեմ կուտես։ Միասին Սոնայի հետ կուտենք։ Ես ախորժակ չունեմ Նարե։ Սոն դե լավ։ Ինչ ես ուզում։ Չի ուզում, թող չուտի։ Հաց ուտելը ստիպելով չի։ Ես էսա կգամ։ Ուղղակի մի օր ներվերս տեղի ա տալու, ու եք չդիմանամ։ Ես չգիտեմ ինչ ա եղել, ինչի ա մաման հետ այդտենց խոսում, բայց իրա փոխարեն ասում եմ կներես։ Նարե գժվեցիր, դու ինչ կապ ունես։ Ու հետո մամա ճիշտ ա ասում, պետքա հաց ուտես։ Հա, ասեցինք հիվանդ ես, պետքա չուտես, բայց մեկ-մեկ կարելի է։ Դու հաստատ սոված չես։ Չէ, ախորժակ չունեմ։ Ինչ փողից ես խոսում, հա? Ինչ պարտքից ես խոսում։ Վարո պարտքեր ամնեցե։ Դրա համար էլ սպառնալիքներով այդ նամակը գրել են, որ մի օր առաջ այդ փողերը բերի փակվի։ Լսի, Խաչիկ, Վարոն ոչ մի պարտք չի ունեցել։ Հայկո հո երեխա չեմ որ քեզ խափեմ։ Ես էլ եմ հասկանում այս ամեն ինչի լրջությունը։ Իրանք ինձ ինչ ասել են, նույն բանը ես քեզ պատմում եմ։ Ես Վարոյի ամեն արածը անգիր իմացել եմ։ Եթե ինքը պարտք ունենար, այն էլ այդ չափերի ես հաստատ իմանալու էի։ Եթե պարտք ունենար, որ բանը հասցներ նրան, որ իրան սպառնային, ես իմանալու էի, Խաչիկ։ Նենց որ խոսա։ Ինչ գիտես, ասա, որ ես իմանամ։ Հիմա փաստենա որ ուներ։ Բառացի սևով սպիտակի վրա գրած ա եղել։ Բեր այդ փողերը փակվի։ Ունես թիվն իր վրա դրած ա եղել, որ խոր ծերություններ ինքը աշխատեր, այդ փողերը չէր կարալու փակվել։ Չէ, այստեղ մի բան են չի։ Դու ինչ ճիշտը չես ասում։ Այստեղ մի բան են չի։ Ես հիմա չգիտեմ ամեն ինչ այնա թե այն չի, փաստը այնա որ ինքը խաղացել է ու ամեն ինչ չի որ քեզ պետքա գար ինքը պատմեր։ Այդ չես լսում, քեզ ինչ եմ ասում։ Հմ? Չես լսում։ Վարոն իր ամբողջ կյանքում չի խաղացել։ Այդքան տարի իրար հետ բերդ ենք նստել դուրս եկել, մի անգամ ձեռքը կարտ չի վերցրել։ Ասում եմ ինքը չէր կարա խաղար։ Իմ ասածը այսքանն էր։ Ուզում ես հիմա երթվան, որ հավատաս բառ առ բառ քեզ ասել եմ, իրանք ինձ ինչ ասել են։ Աղբերներ, խնդրում եմ, կարաք ինձանից արդեն հեռու մնաք, ինձ էլ չհիշեք։ Եթե ինչ-որ մեկը հասավ իմ ընտանիքին, Հայկո իրար հետ հարց ենք ունենալու։ Ու լուրջ եմ այդ ամեն ինչը քեզ ասում։ Գնա։ Ինչ։ Բան չէ։ Չգիտեմ քեզ ինչ ասեմ, Հայկո։ Այսինքն Նիկո։ Հայկո դու ես ինչ ես դառը։ Մարդը դիմացդ կանգնած ասում է, որ ընտանիքին վտանգ է սպառնում։ Դու այդ ամեն ինչի վրա թքած ունես։ Կամ այս հարցը հնարավոր չէ լուծել առանց դանակի։ Ես ինչ փափուկ տղա դարձար մի անգամից։ Իսկ կարող է դու ես Հայկ շատ սառնասիրտ դառել։ Հա, եթե անգամ տենց, հետո ինչ կա ասա։ Բան չէ, Հայկո, որ հարցերը ունենամ, նենց չի պատասխանելու ես։ Հիմա պիտի հասկանանք այդ ինչ փողի հարց ա Նիկո։ Այդ ինչ փողի թեմա է։ Այդ Վարոյի գործով փաստաբանն է զանգում։ Ալո։ Հայկ ջան, ողջույն։ Բարև։ Ես էլ պիտի քեզ զանգեի արդեն։ Այդ դատաբժշկական փորձաքննությունը արդեն երկրորդ անգամ է կրկնվում։ Այդ ինչ թեմա է։
Հենց դրա համար էլ զանգել եմ Հայկ։ Բայց դա հեռախոսային խոսակցություն չի, պիտի հանդիպենք։ Կգաք մեր օֆիս։ Հա, եթե պետքա հենց հիմա էլ կգամ։ Շատ լավ։ Ուրեմն սպասում եմ։ Լավ։ Նորություն կա։ Հա, կա, բայց ասում եմ հեռախոսային խոսակցություն չի։ Դե արի գնանք։ Ես էլ կգամ հետդ։ Չէ, պետք չի դու իմ հետ գաս, արի քեզ կտանեմ տուն, հետո ես էլ կգամ տուն։ Դա բարի։